Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցն ու սպասվելիք հանդիպումներն անշուշտ կարևոր իրադարձություններ են մեր երկրի համար։ Պաշտոնական Երևանը բացառիկ հնարավորություն է ստանում ապրիլի 24-ի նախաշեմին իր հստակ դիրքորոշումը հայտնել Հայաստանի համար առանցքային նշանակության հարցերի վերաբերյալ, մասնավորապես Ղարաբաղյան կոնֆլիկտի և ցեղասպանության խնդրի։ Ինչ են ակնկալում հայաստանյան քաղաքական ուժերը նախագահի Վաշինգտոնյան այցից։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կարճ կապեց։ Բարի ճանապարհ։ Ավելի հանգամանալից խոսեց կոնգրեսի ներկայացուցիչ ազգային ժողովի նախկին падգամավոր Մյասնիկ Մալխասյանը։ Նա առանձնապես բեկումնային զարգացումների չի սպասում, համենայն դեպս մեր օգտին։ Բեկումնային ում օգտին։ Մեր օգտին համոզված եմ բեկումնային փոփոխություն չի լինի։ Ինչ-որ նոր արտառոց բան մենք չպիտի սպասենք։ Սերժ Սարգսյանը ներքին լեգիտիմության խնդիրը կլուծի արտաքին ճակատում ռեալ զիջումների գնալով, կարծում է Մյասնիկ Մալխասյանը։ Ամեն գնով փորձում են ներսում խեղդել, ճնշել, քաղբանտարկյալներ պահելով, թուլացնել իրենց դիրքերը, իսկ արտաքին հարցում գնալով զիջումների դրա դիմաց ուզում են լեգիտիմություն ձեռք բերել։ Սա ինքնին այն փաստն է, որը խոսում է նրա մասին, որ լավ բան չեն կարող ակնկալել։ Դաշնակցությունը համամիտ չէ այս տեսակետի հետ, լեգիտիմությունը կապ չունի նաև այն, թե ազգային կարևորագույն հարցերն ով կներկայացնի։ Կան հարցեր, որոնք համազգային նշանակության են, եւ Սերժ Սարգսյանը լինի, թե ով լինի, այդ հարցը եթե բարձրացնի, որևէ մեկի մտքում չի առաջանա, որ այդ հարցը Սերժ Սարգսյանի ուղեղում է միայն ծագել, այլ ողջ հայության պահանջը չի։ Սա այդ դեպքի մասին է խոսքը։ Այսինքն ոնց կարող է Սերժ Սարգսյանը խոսի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, եւ դա ինչ-որ կապվի նրա հետ, որ դա իսկապես իրավունք ուներ նա դրա մասին ասելու, թե չէ։ Հայ ժողովրդի պահանջն է, ով էլ լինի, գործող իշխանություն, գործող նախագահ, պահանջն է, որ այդ հարցերում շեղում չլինի։ Արմեն Ռուստամյանը նախագահի Վաշինգտոնյան այցը բնութագրեց այսպես. Սա մի փորձություն է, որը պետք է արժանապատիվ կերպով հաղթահարվի։ Նախագահ Սարգսյանը կոնկրետ անելիքներ ունի Վաշինգտոնում, դաշնակցությունը նրանից ակնկալում է երկու հարցի վերաբերյալ շատ հստակ դիրքորոշում։ Առաջինը վերաբերում է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Այդ ճանաչման գործընթացը պետք է նսևացվի եւ դարձվի երկկողմանի հարաբերությունների հարց։ Դրա մասին շատ ակնհայտ, պարզ պետք է հայկական կողմը արտահայտի այս առիթն օգտագործելով։ Կանի դա թե ոչ, ես չեմ կարող այսօր ասել, որտեղ մեր նախաձեռնողականությունը մինչև հիմա եղել է այն սահմաններում, որ մենք արագորեն զիջենք ինչ որ հնարավոր է։ Երկրորդը Ղարաբաղի հարցով պետք է հայկական կողմն իր դիրքորոշումը արտահայտի, կարծում է падգամավորը։ Որ հայկական կողմը չի պատրաստվում լրացուցիչ զիջումների ինչ որ գնալ Ղարաբաղի հարցով։ Ժառանգություն խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ Ղարաբաղյան հարցի հանգուցալուծումից մենք դեռևս հեռու ենք։ Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե հայկական կողմի նկատմամբ ճնշումներ կգործադրվեն եւ կկորզվեն մեր երկրի համար ոչ շահեկան զիջումներ, падգամավորը դարձյալ համամիտ չէ։ Մինչ այս պահը զիջել ենք այն, ինչ հնարավոր էր, կարծում է նա։ Այնտեղ թուրքական կողմն է, որ ճնշումների ներքո է գտնվելու, որտեղ հայկական կողմը բոլոր առաջարկներին, բոլոր զիջումներին միշտ պատրաստ է, ցավոք սրտի, ուստի թուրքական իշխանությունների վրա ճնշումներ կլինեն, որպեսզի վավերացնեն արձանագրությունները, բայց չեմ կարծում, որ դա իր արդյունքը բերելու է։ Որ կողմը կշահի Վաշինգտոնյան հանդիպումներից այս հարցում հարցված բոլոր քաղաքական ուժերի կարծիքները համընկան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս պատրվակը Բարակ Օբաման անշուշտ կօգտագործի ապրիլ 24-յան իր ուղերձը գրելիս։ Ոմանց կարծիքով հենց այդ նպատակի համար էլ Սարգսյանը հրավիրվեց Վաշինգտոն։ Հիմա ինչ պիտի պարզաբանի, այսինքն Բարակ Օբաման հենց այնպես չի կարող չարտահայտել ցեղասպանություն բառը, որտեղ ինքը շատ լավ գիտի, որ դա ամենաբարձր մակարդակով խոստացված է եղել իր կողմից։ Եվ սա էապես կարող է ազդել իր ընդհանրապես հետագա ասածների վստահելիության աստիճանի վրա։ Հնարավոր է ինչ-ինչ նոր ողջամիտ ժամկետների մասին խոսակցություն գնա այս հանդիպումից հետո, այս միջոցը կօգտագործվի, կարծում եմ։ Ապրիլի 24-ին Օբաման տատելով այս սցենարից ցեղասպանության փոխարեն դարձյալ մեկ այլ բառ կնախընտրի օգտագործել։ Արմենի Վարդանյան, Տիգրան Քասաբյան, Քալանյուս, Երևան։